Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Արարողությունը կայացել է նախագահական նստավայրում հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ելույթով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Սինոպսիս Արմենիա ընկերության տնօրեն եւ մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Analog Devices Inc.-ի գլխավոր տնօրեն եւ պետական մրցանակի դափնեկիր Վինսենտ Ռոշին։ Փաշինյանը բարձր է գնահատել նրա ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ընդգծելով նրա օրինակելի փորձը երիտասարդների համար։ Ռոշը նշել է, որ Հայաստանում ոլորտի զարգացման համար մեծ ներուժ կա, զրուցակիցները կարևորել են կրթության դերը, իսկ վարչապետը ներկայացրել է ակադեմիական քաղաք ծրագիրը, որի իրականացումը Ռոշը ողջունել է։ ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է գործակցել Հայաստանի հետ ապահովելով COP17 համաժողովի ներառական եւ արդյունավետ անցկացումը։ Նա X-ի իր միկրոբլոգում գրել է, որ մեծ պատիվ էր Երևանում հանդիպել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ եւ ընդգծել է ՄԱԿ-ի աջակցությունը համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ գործակցության ներկա ընթացքին եւ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը, ընդգծելով ԱՄՆ ստանձնած կարևոր դերը տարածաշրջանում կայուն եւ տևական անվտանգության հաստատման գործընթացում։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը 2 ամսով կալանավորվեց։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Թեմի առաջնորդից զատ կալանավորվել է նաև դիվանապետը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ Ձերբակալվել էր Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանը։ Քննչական կոմիտեն հետաքննել է Զանգերի կենտրոնի կողմից իրականացված առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակության եւ փողերի լվացման դեպքը։ 16 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու, համակարգչային հափշտակություն եւ փողերի լվացում կատարելու համար։ Բյուջեը վերականգնվել ընդհանուր 630 միլիոն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է. զգուշացեք համացանցում ձեր կողմից տեղադրված ապրանքի վաճառքի հայտարարություններով ձեր հետ կապ հաստատած գնորդների ծուղակներից։ Եթե ձեզ հետ կապնվել են հեռահաղորդակցման հավելվածի միջոցով WhatsApp, Viber, Telegram եւ այլն եւ առաջարկում են ձեր կողմից վաճառվող ապրանքը գնելու, գումարը իբր ձեր բանկային քարտին փոխանցելու կամ վաճառվող ապրանքի առաքման համար էլեկտրոնային պայմանագիր կնքելու համար տրամադրել ձեր բանկային քարտի տվյալները, այդ թվում նաեւ SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը, լուսանկարների տեսքով կամ գնորդի կողմից ուղարկված հղումով մուտքագրելով անձնական եւ բանկային քարտի տվյալները ոչ մի դեպքում չվստահեք։ Արդյունքում այդ եղանակով հանցագործները ձեռք բերելով բոլոր անհրաժեշտ տվյալները հափշտակում են ձեր բանկային հաշվում առկա գումարները։ Խուսափելու համար հափշտակության զոհ դառնալուց երբեք մի տրամադրեք ձեր բանկային քարտի լուսանկարները երրորդ անձանց։ Երբեք մի մուտքագրեք ձեր բանկային քարտի տվյալները եւ SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ կասկածելի կայքերում։ Հայաստանը սկսել է ընդայնված սկրինինգային ծրագիր, որի շրջանակում պետական պատվերով սոցիալական տարբեր խմբեր կարող են անցնել անվճար մամոգրաֆիկ հետազոտություն, ինչպես կառավարության նիստում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ծրագրից կարող են օգտվել սոցիալական փաթեթի շահառուները, հաշմանդամություն ունեցող անձինք, ուսուցիչները, բժիշկները, պետական ծառայողները եւ զինծառայողների ընտանիքի անդամները։ Նախարարն ընդգծել է, որ կրծքագեղձի քաղցկեղը մահացության հիմնական պատճառներից է եւ նման կանխարգելիչ քայլերը կարող են փրկել կյանքեր։ Աղվաստանում առնվազն 18 մարդ է զոհվել եւ ավելի քան 360-ը վիրավորվել հոկտեմբերի 10-ից Պակիստանի հետ ռազմական բախումների հետևանքով ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր կողմերին վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։ Երբեմնի դաշնակից երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ Աղվաստանի Թալիբանը ապաստան է տրամադրել Թեհրիքե Թալիբան Պակիստան ծայրահեղական խմբավորմանը, որը տարիներ շարունակ անհաշտ պայքարի մեջ է Պակիստանի իշխանությունների հետ։ Պակիստանը եւս 2 տասնյակից ավելի զոհեր ունի։
Ռուսաստանը տեղեկություններ ունի բրիտանական եւ ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից թուրքական հոսք գազատարի վրա դիվերսիոն գործողություններ նախապատրաստելու մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրենը։ ԱԴԾ տնօրենը նշել է, որ բրիտանական հետախուզության անմիջական հսկողության ներքո ԱԴԾ-ի սարդոստային գործողությունն իրականացվել է Ստամբուլում ուկրաինական եւ ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններից անմիջապես առաջ։ Բորտնիկովը նշել է, որ հատուկ օդային ծառայությունը եւ Mi-16 սրահանգիչները ծրագրել էին անօդաչու թռչող սարքերի մի շարք հարվածներ հասցնել Կասպիան խողովակաշարային կոնսորցիումի գրասենյակի եւ օբյեկտների վրա, որի բաժնետերերի թվում են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Միացյալ Նահանգների ընկերությունները։